Արդեն դուք կարող եք նայել տարբերությունը, ինքը արդեն հատիկները շատ լավ բովել ենք։ Մեր չամանը համարյա պատրաստ է արդեն։ Մենք բույրը շատ լավ զգում ենք։ Հեսա կթողենք ինքը 5 րոպե կհանգստանա ու չամանը մենք կաղանք։ Բնական բոված չամանով պատրաստել ենք բաստուրման։ Լցնում ենք ամանի մեջ, թող հանգստանա ինքը, այսենց, շատ լավ է, ինքը թող սառի, մի 5 րոպեից արդեն չամանը մենք կաղանք, աղացած չամանով կպատրաստենք մեր բաստուրման։ Չամանը աղում ենք մեր բոված, արդեն ինքը լավ սառել է, գույնը հələ մի հատ նայեք, ինքը դարձել է ոսկե գույն, լցնում ենք մեր աղացի մեջ, բույրը իր այնքան լավն է, չեմ կարա փոխանցեմ, այսինքն շատ լավն է ինքը, ևս մի հատ և վերջ։ Շատ լավ է։ Լցնում ենք ստեղ մեր չամանը։ Չամանը մեր մոտ պետք է լինի ոչ թե շատ պուդրի, այլ շաքարավազի նման, որ սենց շոշափենք իրան զգանք, ավազի հատիկի նման։ Մենք ունենք արդեն պատրաստի մեր աղացած չամանը, ինքը տարբերվում է արդեն իր բույրով, իր բնական լրիվ բաղադրիչներով։ Մենք մեր չամանով կպատրաստենք արդեն բաստուրման։ Այս սենց հələ մի հատ զգացեք իր գույնը, շատ լավ է։